Ողջույն սիրելի եկեղեցի, արի ոտքի կանգնենք, Հայր մեր տերունական աղոթքով սկսենք այսօրվա մեր հրաշալի ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Մինչ կանգնած ենք, Տիրոջ թանկ ներկայության մեջ կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Գործ առաքելոց 2-րդ գլուխ 46-47 խոսքերը։ Ամեն օր միաբանության տաճարում էին լինում եւ հաց էին կտրում տներումը եւ ուրախությունով եւ սրտի միամտությունով կերակուր էին ուտում։ Աստծուն օրհնում էին եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին եւ Տերը ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Մենք ունենք կարիքներ։ Ես ուզում եմ սիրելիս, որպեսզի դու այս կարիքի հետ ավելացնես այն կարիքը, որ չես հասցրել գրել։ Սրտիդ կարիքը միգուցե հիշեցիր, ինչ որ մեկի համար պետք է աղոթես կամ գալուց ճանապարհին տեսել է աչքերդ, որ մեկը կարիք ունի։ Մեր Աստված ամենակարող է։ Նա ամեն կարիք կարող է լուծել։ Նաև ես դիմում եմ մեզ համացանցով դիտողներին, դուք էլ երբ որ կտեսնեք այս մեր եթերը կարող եք միանալ մեզ հետ, դնել ձեր կարիքը եւ մենք մեր Տիրոջը կխնդրենք եւ Աստված միշտ պատասխանում է ամեն մի խնդրանքին իր ժամանակին Հիսուսի անունով։ Հայր իմ Աստված, մենք բարձրացնում ենք այս կարիքները քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, դու գիտես գրված ամեն մի բան այստեղ։ Դու գիտես ամենքիս կարիքը, գիտես մեր ցավերը, դժվարությունները, գիտես մեր հիվանդությունները, Հայր։ Ամեն բան բերում ենք քո առաջ։ Խնդրում ենք քո բժշկությունը, քո ազատագրումը, քո ձեռքը այստեղ գրված ամեն ինչի վրա։ Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, մենք գիտենք եւ մենք մեր ականջներով էլ լսում ենք, մեր աչքերով էլ տեսնում ենք, թե բավականա խնդրենք եւ կառնենք։ Դու ասում ես, Տեր, խնդրեք եւ կառնեք, թակեցեք եւ կբացվի ձեզ, եւ փնտրեցեք կգտնեք։ Փառք ես Տեր Աստված, որ դու լսում ես մեր աղոթները եւ պատասխանում ես քո ժամանակին։ Հիսուս Քրիստոսի անունով հանձնում ենք ամեն բան քեզ եւ սպասում ենք երկնքից քո երկնային պատասխանը։ Հալելույա։ Տեր իմ Աստված, նաեւ մենք աղոթում ենք մեր Հայաստանի համար։ Բերում ենք քո առաջ մեր հրաշալի երկիրը։ Ասում ենք շնորհակալություն, որ մենք ունենք երկիր, պետություն, ազգ, որ դու պահել ես մեզ, որ դարերով մենք հալածվել ենք, տանջվել ենք, բայց կանք այսօր։ Կանք, որովհետև քո ողորմությունն է, կանք, որ միգուցե դու մեծ ծրագիր ունես մեր համար, մեր ազգի համար, մեր երկրի համար։ Դրա համար մենք ասում ենք շնորհակալություն եւ մենք կանգնած ենք քո առաջ, խնդրում ենք օգտագործես մեզ, օգտագործես ամեն մարդու այդտեղի օրհնությունները բերելու քո անունով, Հայրս։ Խնդրում ենք Տեր օրհնես մեր երկրի ժողովրդին, մեր սահմանները, պահես, պաշտպանես։ Մեր երկրին թող միաբանություն գա, սեր։ Չլինի անտելություն մեկը մյուսի հանդեպ, թող այդ երկրում աստվածապաշտություն ունի, Աստծով լցված, որ սիրենք մեկս մեկու, սիրենք այն մարդկանց, ովքեր մեր հետ բնակվում են այդ երկրում, բոլոր ազգությունները, սիրենք մեր հարևաններին, ընդունենք Տեր Աստված եւ քո սերը թող այդտեղ փառավորվի, քո անունը բարձրանա։ Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք Հայաստանի համար, տալիս ենք Հայաստանը քո սուրբ կամքի ու առաջնորդության մեջ։ Նաեւ աղոթում ենք Ռուսաստանի համար, Տեր։ Ասում ենք, Տեր, փառք ես, որ այս երկիրը կա։ Այս մեծ անծայրածիր երկիրը, ուզում ենք Տեր, որ այս երկիրն էլ օրհնես, խաղաղություն բերես այստեղ։ Այստեղի մեր աչքերն էլ տեսնում են, որ ինչքան խնդիրներ կա, հիվանդություններ, մոլորվածություններ, բռնվածություն, կախվածություն, ուզում ենք, որ ամեն մի սատանայի գործ քանդված լինի այս երկրի վրայից։ Այս երկրի մեջ գա սեր, ուրախություն, հավատք Տեր Աստված։ Թող այստեղ ճշմարիտ եկեղեցիներ բարձրանան եւ ճշմարիտ քո խոսքը խոսա։ Եվ ամեն վերստին անց, որ որոշման գլխին կանգնած թող ամեն բան քո խոսքի իմաստությունով ամեն բան թագավորեն եւ անեն։ Հիսուսի անունով օրհնում ենք Ռուսաստանը եւ հանձնում ենք քո կամքի մեջ եւ ասում ենք փառք ու գոհություն քեզ, մեծ ու կատարյալ Աստված։ Ամեն։ Ամեն։ И благодарим Тебя, Господь. Аминь. За возможность быть в Твоем доме, Господь, прославляя Тебя.
Благодарим Тебя за то, что Ты открыл небо, Господь, над нами. Благословляем всех, которые с нами, те, которые смотрят онлайн, все, которые здесь. И дай нам, Господь, сердце открытое перед Тобою, чтобы принять тоже через Твое святое Слово то, что Ты хотел дать нам сегодня. Мы благодарим Тебя, Господь, за всех армян, Господь, в России, в Москве, за всех, которые собраны здесь тоже, за пастора Гора, Господь. Благодарим Тебя, Господь, за то, что мы вместе, одна большая семья, Господь, от тела Христова, и вместе мы Тебе служим, и Тебе поклоняемся. И во имя Иисуса Христа. Аминь. И аминь. Слава Господу. Аминь. Слава Господу. Вау. Спасибо, спасибо. Аминь. Ты вообще молодец. Слава, вы видели, как он играл на саксофоне? Вау. Слава Богу. Хорошо. Аминь. Бог благ. Его милость пребывает вовек. Аминь. Присаживайтесь. Давайте пару слов на русском сначала скажу, тогда что очень рад быть с вами сейчас на армянском собрании. И я знаю, что я в прошлый раз, когда был здесь тоже, потому что каждый раз, когда я с вами, я понимаю, что где-то в моих корнях там где-то есть армянская кровь. Я абсолютно уверен об этом. Аминь. Так, я не знаю, я так люблю, аминь, именно, всех людей, армянское служение и быть с армянами. Они стали моими первыми друзьями, когда мы сюда переехали в 96 году. Первые пригласили нас домой, шашлык покушали, радовались вместе. Аминь. Слава Богу за вас, друзья. Аминь. И я знаю, что Карл Густав должен был проповедовать сейчас на этом собрании. Если вы думаете, что Карл Густав, он так молодой выглядит, что это не Карл Густав, друзья. Это шутка просто, шутка. Да, что это Карл Густав. У него просто, к сожалению, не получилось приехать. Он должен был проповедовать на всех собраниях здесь и вечером сегодня, и завтра тоже. Но не получилось этот раз ему приехать, поэтому тогда мы решили так, что я буду проповедовать Божье Слово сегодня. Аминь. Очень рад за это. И видели, что у меня пиджак? Правда? У пастора должен быть пиджак. Я взял с собой, хорошо, но чуть тепло сегодня, да, поэтому, аминь, сниму его. Так, спасибо, Мамбель. Спасибо. So, I was so blessed to hear what Garik said. Այսպիսով ես այնքան օրհնված եմ այսօր, երբ որ When he took up the offering. Երբ որ նա խոսեց զոհաբերության Amen. խոսքից, Because I'm going to speak about thankfulness. որովհետև ես այսօր խոսելու եմ գոհության մասին։ Amen. Ամեն։ And I'm calling this message, Ես անվանել եմ այսօրվա ուղերձը Teach me to be thankful. սովորեցրու ինձ լինել գոհացող։ 1 Thessalonians 5 Առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ, and verse 18. խոսք 18-րդ, Paul writes like this. Պողոսը գրում է այսպես. In everything give thanks, for this is the will of God in Christ Jesus for you. Ամեն ինչի համար գոհացեք Տիրոջից, որովհետև այս է ասում խոսքը։ Amen. Հիսուսի անունով, This is the ամեն։ will. Okay. This is the will of God Սա է Տիրոջ փառքը, For all of us. կամքը ամեն մեկիս համար, that we are people giving thanks. որ մենք մարդիկ ենք, ովքեր շնորհակալություն են And հայտնում։ he says like this, in everything. Եվ այստեղ գրված է ամեն ինչում։ In other words, Մյուս խոսքերով, he speaks about something permanent in our life. նա խոսում է մի բանի մասին, որ պետք է անընդհատ, անդադար լինի մեր կյանքում։ He doesn't only say give thanks from time to time. Գիտեք, գրված չի, որ պարզապես շնորհակալություն հայտնի ժամանակ No, առ he says ժամանակ։ give thanks in everything. Գրված է ամեն ինչում։ So this has to do with what kind of person I am. Սա կապ ունի թե ինչպիսի մարդ ես դու։ Colossians the 3rd chapter Կողոսացիս and verse 15. sorry chapter Colossians 3. 3 Կողոսացիս 3-րդ գլուխ։ And I don't know what it says in the Armenian Bible, Ես չգիտեմ թե ինչպես է գրված հայերեն but let's աստվածաշնչում, read. բայց գրված է And այսպես. let the peace of God rule in your hearts, to which you also were called, Եվ Աստծո խաղաղությունը իշխի ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք, and be thankful. մեկ մարմնով եւ գոհացող եղեք։ Amen. Again, it doesn't say, does it say like this, be thankful? Yes. Yeah. And it speaks about
something permanent. Եվ այստեղ խոսվում է անդադար գոհության մասին։ Not only to say thanks when you go to bed, Ոչ միայն երբ որ դուք գնում եք քնելու այդ ժամանակ գոհանակ, but to be a thankful person. բայց լինել գոհացող մարդ։ And this is how God wants us to be. Եվ ահա ինչպես է Աստված ուզում որ It's մենք like լինենք։ being tall or being short. Սա այն չէ որ լինենք բարձրահասակ կամ կարճահասակ։ If you're tall, you're tall all the time. Եթե դու բարձրահասակ ես, միշտ ես բարձրահասակ։ Manvel, amen. Eh? You're blonde or you're dark. Եթե դու շիկահեր ես կամ սև մազերով, It's something you are all the time. նույնն ես միշտ։ And the Bible says, be thankful. Եվ Աստվածաշունչն ասում է եղիր գոհացող, Be a thankful person. եղիր գոհացող մարդ։ And this is a quality that the Holy Spirit wants to develop inside of us. Եվ սա այն որակն է, որ Սուրբ Հոգին ուզում է զարգացնել մեր մեջ։ Because just as much as we can be thankful, we can also be unthankful people. Եվ այսպիսով մենք կարող ենք լինել գոհացող եւ նաեւ չգոհացող մարդ։ It can become a part of our character. Եվ այս ամենը կարող է լինել մեր բնավորության մի մասը։ You know, probably the clearest picture in the Bible about that Եվ ամենապարզ նկարներից մեկը Աստվածաշնչում is the people of Israel. հրեաներն էին, Իսրայելի ժողովուրդը։ When God led them out of Egypt, Երբ որ Աստված նրանց Եգիպտոսից դուրս հանեց, they were slaves in Egypt. նրանք ստրուկ էին And for Եգիպտոսում։ years they were praying to God, pleading for freedom. Եվ տարիներով նրանք աղոթում էին, խնդրում ազատություն։ And God sent Moses and he took them out of slavery. Եվ Աստված ուղարկեց Մովսեսին եւ նրանց ազատեց ստրկությունից։ And he did amazing miracles for them. Եվ սա մի մեծ հրաշք էր նրանց համար։ The greatest miracles in the Old Testament. Ամենամեծ հրաշքը 5 տակարանում։ Dividing of the Red Sea. Կարմիր ծովը բաժանվեց, Deliver them from slavery. նրանց ազատեց ստրկությունից, But the people, բայց ժողովուրդը they were unthankful. ժողովուրդը գոհացող չէր։ When you read the Bible, Երբ որ դուք կարդում եք all Աստվածաշունչը, the time, ամեն they անգամ kept on complaining to God. նրանք շարունակում էին դժգոհել։ Complain, you know, because when they came out in the desert, of course, there were some needs. Այսպիսով երբ որ նրանք դուրս էին եկել իհարկե նրանք կարիքներ ունեին անապատում, There are always needs. բայց կարիքներ միշտ կան։ But instead of praying to God, Բայց աղոթելու փոխարեն God, we need water. Աստվածի մենք ջրի կարիք ունենք։ They started to complain. Նրանք սկսեցին բողոքել։ God, we don't like this. Աստվածի մենք չենք սիրում սա։ There's no water. Չկա ջուր։ And then they complained, there is no bread. Հետո նրանք սկսեցին բողոքել, որ չկա հաց։ And then they complained, there's no meat. Հետո բողոքեցին, որ միս չկա։ And then they complained, you know, that the land is not good enough. Հետո բողոքեցին, որ տարածքը այդքան էլ լավը չէ։ And then they complained for water again. Հետո նրանք բողոքեցին նորից ջրի համար։ And they complained on Aaron. Հետո բողոքեցին Ահարոնին։ And then they complained on Moses, Հետո բողոքը արդեն Մովսեսի դեմ։ the pastor. Հովիվը նրանց։ Ужас, друзья. And finally, Եվ վերջապես God had done such a miracles for them. Աստված այնպիսի մի հրաշք արեց նրանց համար։ But Psalm 106 says, Բայց այստեղ գրված է. because of their unthankfulness, Նրանց դժգոհության պատճառով they lost their heritage. նրանք կորցրին իրենց And ունեցվածքը։ that generation had to go back into the desert again. Եվ այդ սերունդը նորից հետ գնաց անապատ։ Նրանք կորցրին խոստմունքը։ God did so many things for them, Աստված այնքան բաներ էր արել նրանց but համար, they never thanked Him for it. բայց նրանք չգոհացան And they always kept on speaking, and you know, why is not like that, and why is it not like that? եւ շարունակում էին խոսել ինչու է այս բանն այսպես, մյուսը պակաս, And that attitude եւ այս վերաբերմունքը finally became their downfall. եղավ նրանց անկման արդյունքը։ And that is why Ահա թե ինչու։ I call this sermon, God, Ահա թե ինչու ես այսօրվա ուղերձը կոչել եմ teach me to be thankful. Տեր իմ, սովորեցրու ինձ լինել գոհացող։ This is such an important part of God's will for my life. Սա այնքան կարևոր է Տիրոջ կամքը իմ կյանքում։ That if you get to know me personally, Եթե դուք ուզում եք իմանալ ինձ անհատական, that you would say about me, ինչ եք ուզում ասել ինձ իմ մասին։ Matsula, he's a very thankful man. Մացուլան շատ գոհացող մարդ է։ Amen. He's very Amen. thankful for his family. Նա շատ գոհացող է իր ընտանիքի համար, He's very thankful for his friends. գոհացող իր ընկերների համար, He's very thankful for his church. գոհացող իր եկեղեցու համար։ And Matsula is always thankful to God for what God has done for him. Եվ Մացուլան շատ գոհացող է Աստծուց այն ամենի համար, որ արել է իր կյանքում։ Amen. Ամեն։ That's the person. Amen.
That's the person I want to be. Ահա այսպիսի մարդ եմ ես ուզում լինել։ But I need the help of the Lord. I need the help of the Holy Spirit. Բայց ես ունեմ Տիրոջ օգնության կարիքը, Սուրբ Հոգու օգնության կարիքը։ Amen. So let me show you some things today Եկեք ցույց տամ ձեզ այսօր մի about how we can become more thankful. թե ինչպես դառնալ ավելի գոհացող։ I try to be very, very practical. Ես կլինեմ շատ པարզ այսօր։ And let's start with the first thing. Եկեք սկսենք To discover and disarm the enemies of thankfulness. Պարզել թե ինչն է համարվում գոհության թշնամին։ And what is that? Ինչն է դա։ Well, that is lacks that we have. Այն կարիքներն են, որը մարդը ունի։ Things that irritate us. Այն ամենը, ինչը որ քեզ բարկացնում է, And what նյարդայնացնում։ we need to be able to handle that. Եվ մենք պետք է ունենանք հնարավորություն, ունակություն, There is always a reason to not to be thankful. միշտ կլինի ինչ-որ մի պատճառ, որպեսզի մենք չլինենք գոհացող։ Could have been more water in this glass. Կարող էր ավելի շատ ջուր լինել բաժակում։ Pravda? It could have been. Կարող էր։ There is always something, Միշտ կլինի ինչ-որ բան, that can irritate you. որ կարող է քեզ նյարդայնացնել։ Life is like that. Կյանքն է այդպիսին։ But lack and irritation can be like a shadow over our life. Բայց պակասը եւ այդ նյարդայնությունը կարող է պարզապես ծածկել մեր կյանքը, մեր տեսիլքը։ That hinder us to be thankful for all the good things around us. Հեռացնել մեզ այն ամենից, որ մենք կարող ենք գոհանալ Աստծուց։ Ephesians chapter 4 Եփեսացիս 4-րդ գլուխ, and verse number 2. երկրորդ խոսքը։ Or we can read the first two verses. I therefore, the prisoner of the Lord, beseech you to walk worthy of the calling with which you were called. Արտաղաչում եմ ձեզ ես Տիրոջ համար կապվածս, որ այնպես գնաք, ինչպես որ կվկայե այն կոչումին, որի մեջ կանչվեցաք։ With all lowliness, gentleness, long-suffering, bearing with another in love. Ամեն խոնարհությունով եւ հեզությունով եւ երկայնամտությունով, սիրով իրար համբերելով։ Amen. Ամեն։ Most of the things that irritates us in our relationships, Շատ բաներ, երբ որ մեզ նյարդայնացնում են մեր շփման մեջ, we need to bear with. մենք պետք է հասկանանք, There are things we need to deal with. որ կան բաներ, որոնց հետ հաշվի պետք է But նստել, most of the things բայց մեծամասնությունը we need իրավիճակների to cover with the love of God. մենք պետք է ծածկենք Տիրոջ սիրով։ So it says here, Այստեղ գրված է. to need to bear with one another in love. Սիրով իրար համբերելով։ What is it we should bear with? Ինչ պետք է անենք այստեղ։ Adultery, fornication. When you have sex with Մեղք, somebody. մեղք, շնություն, ինչ որ մեկի հետ, Yes or no? Shall we bear with that? մենք չպիտի լինենք դրա մեջ։ No. They understood. What? Murder. Սպանություններ, մեղքեր, շնություն։ Should we bear with that? Մենք պետք է հեռու լինենք այդ ամենից։ No, we shouldn't bear with murder. Մենք պետք է հեռու լինենք այդ So ամենից։ what should we bear with? Ինչ պետք է մենք անենք այս դեպքում։ Men leaving dirty socks on the floor. Այն ամուսինը, որ թողնում է իր նասկիները հատակին, Yes, that's what you women need to bear with. ահա թե ինչի հետ մենք գործ ունենք։ Amen. Ամեն։ We men waiting for our wife while they are putting up the makeup. Մենք տղամարդիկը սպասում ենք մինչև մեր կանայք իրենց շպարը կավարտեն։ Amen, brother. Amen. That's what you need to bear with. Ահա թե ինչ եք դուք տանում։ A long Համբերում։ line in the cafeteria after the meeting. Երկար հերթը, երբ որ դուք երկրորդ հարկում սպասում եք սուրճ խմելու, Amen. That's what we need to bear with. ահա թե ինչի պետք է համբերել։ A person sitting beside you in the meeting, I haven't taken a shower today. Քո կողքի նստածը միգուցե այսօր դեռևս լոգանք չի ընդունել եւ դա քեզ նյարդայնացնում է։ Amen. That's what we need to bear with. Ահա թե ինչի համար պետք է The համբերել։ Bible says Աստվածաշունչն ասում է. to bear with another is a lifestyle. Սիրով իրար համբերելով դա կյանքի տեսակ է, ոչ է, Amen. ապրելաոճ է։ And that's something we need to learn to do as Christians. Եվ սա մենք պետք է սովորենք անել որպես քրիստոնյաներ։ Because if we let all kind of things irritate us, Եթե մենք թույլ տանք ամեն տեսակի բաներ մեզ նյարդայնացնեն, we will become unthankful. մենք կդառնանք դժգոհող։ You come to the church, Դու կգաս եկեղեցի, wonderful meeting, հիասքանչ ծառայություն, wonderful worship, հիասքանչ փառաբանություն, but the line is moving too slow in the cafeteria. բայց հերթը շատ դանդաղ է գնում։ Oh, bad church. Վատ եկեղեցի է։ No, it isn't a bad Ոչ, church. ոչ, սա վատ եկեղեցի չէ։ And so in all our daily relationships also. Եվ նույնպես մեր ամենօրյա շփման փոխհարաբերությունների մեջ Matthew chapter 7.
Մատթեոս and verse number 3. 7-րդ գլուխ Jesus teaches Երրորդ us, խոսքը։ he teaches us about this. Հիսուսը մեզ սովորեցնում է, When Jesus he's speaking about judging. երբ որ Հիսուսը խոսում է դատելու մասին։ He says, hypocrite, first remove the plank from your own eye, and then you will see clearly to remove the speck from your brother's eye. Եվ ինչու քո եղբոր աչքի միջի շուղ տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշмарում։ And what is this? Կամ ինչպես է սա։ Jesus Ինչ said, կասես։ well, we all have faults. Հիսուսն ասում է, որ մենք բոլորս ունենք սխալներ, We're human beings. որովհետև մենք մարդ ենք։ I also do things that are frustrating for other people. Ես նույնպես անում եմ բաներ, որ մյուս մարդկանց կարող է նյարդայնացնել։ It's not only my wife who irritates me, I irritate her also. Ոչ միայն իմ կինն է ինձ բարկացնում, ես նույնպես նրան բարկացնում եմ։ And the Bible says, begin with yourself. Բայց Աստվածաշունչն ասում է, սկսիր քեզանից։ Understand that you do things that hurt other people sometimes. Հասկանալ, որ դու ես անում բաներ, որ վնասում են մարդկանց երբեմն։ Even if you don't want to do that, you do it anyhow. Եթե նույնիսկ դու չես ուզում դա անել, բայց երբեմն ստացվում է։ And that's when you think this way, Երբ որ մենք մտածում ենք այսպես, it becomes easier. դառնում է ավելի հեշտ։ Well, I make mistakes and you make mistakes. Եվ ասում ենք, ես եմ սխալ, դու ես սխալ, But we can cover each other with love. բայց մենք կարող ենք ծածկել իրար սիրով։ And this is what helps us to become thankful people. Եվ սա կօգնի մեզ, որպեսզի մենք դառնանք գոհացող մարդիկ։ Amen? Ամեն։ Because look with me in John the 5th chapter. Եկեք նայենք Հովհաննես 5-րդ John the 5th chapter. 5-րդ գլուխ։ This is just a story from the life of Jesus. Սա Հիսուսի կյանքից օրինակ է։ Verse 8. 8-րդ խոսքը։ It says, Jesus is healing a lame man. Հիսուսը բժշկում է այնտեղ։ Jesus said to him, rise, take up your bed and walk. Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց մահիճդ առ եւ ման եկ»։ And immediately the man was made well, took up his bed and walked. And that day was the Sabbath. Եվ մարդն իսկույն ողջացավ եւ վեր առավ իր մահիճը եւ ման էր գալիս եւ օրը շաբաթ էր։ The Jews therefore said to him who was cured, it is Sabbath. It is not lawful for you to carry your bed. Հրեաներն էլ ասացին բժշկվածին. «Շաբաթ է, արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես»։ What is this? Ինչ է սա։ This man, Այս մարդը has been laying, տկար էր, անդամալուց, laying there for years and years. տարիներով պարկած, Cannot walk. չէր կարող քայլել։ And Jesus comes Եվ Հիսուսը գալիս է and heals him. եւ բժշկում է նրան։ And he takes up his bed Նա վերցնում է իր մահիճը and he walks. եւ քայլում, And the Pharisees come. եւ փարիսեցիները գալիս են։ They don't see the miracle. Նրանք հրաշքը չեն տեսնում։ They see he's carrying the bed on the Sabbath. Նրանք պարզապես տեսնում էին ան, որ նա քայլում է շաբաթօրով, And that is not right. եւ դա ճիշտ չէ։ You know what that is? Գիտեք սա ինչ է նշանակում։ It's wrong perspective. Սա սխալ տեսիլք է։ I know it was an issue at that time in history, you shouldn't carry your bed. Այո, ես գիտեմ, որ կար պատմությունով այդպիսի բան, But look what has happened. բայց նայեք ինչ կատարվեց։ Jesus had done a miracle. Հիսուսը հրաշք արեց այդ մարդու կյանքում։ Forget about the bed. Ներեց նրա մեղքերը։ Rejoice with the man that is healed. Ուրախացավ այդ մարդու հետ, որ նա բժշկված է, The Pharisees, բայց փարիսեցիները they were the unthankful people that the Bible speaks about. նրանք դժգոհ մարդիկ էին, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը։ They were always looking Նրանք միշտ նայում են for the things that are wrong, այնպիսի բաների, որոնք սխալ են։ always complaining Միշտ դժգոհում, բողոքում են։ if there was something that they didn't like. Մի բան, որ նրանք չեն սիրում, սկսում են բողոքել։ And this, my friend, Եվ սա իմ ընկերներ, this attitude այս վերաբերմունքը makes you an unthankful person, դարձնում է քեզ չգոհացող մարդ an unthankful church member, եւ նաեւ չգոհացող անդամ եկեղեցու an unthankful husband, եւ նաեւ չգոհացող ամուսին, because there are always things that could be better. որովհետեւ ամեն իրավիճակում կան բաներ, որ կարող է ավելի լավ լինել։ Amen. Amen. And we must never become Երբեք մենք չպետք է լինենք like the Pharisees. փարիսեցիների We նման։ must never be those people. Չպետք է լինենք այդ մարդկանց We նման։ remember from the meeting the things we didn't like. Մենք չպետք է հիշենք այն հանդիպումները, որոնք որ չենք No, սիրում։ remember the good things. Մենք հիշում ենք լավ բաները։ Amen. This Amen. is going to make a great church. Եվ սա այստեղ կլինի մեծ եկեղեցի։ Amen. And the same when there are things Եվ այսպիսով that we lack today. այն ամենը, ինչի որ մենք կարիք ունենք այսօր, There is always something that we need.
Կա միշտ ինչ-որ մի բան, որի կարիքը մենք ունենք։ And that's how it was for the people of Israel. Ահա թե ինչպիսին էր Իսրայելի ժողովրդի When վիճակը։ they were in the desert, Անապատում they needed water, they needed bread. նրանք հացի, ջրի կարիք ունեին, And that's okay. բայց այդ ամենը There are նորմալ է։ things you and I need also. Այս ամենի կարիքը մենք նույնպես ունենք, But it's the attitude բայց վերաբերմունքը, that we forget about all the good things. որ մոռացան բոլոր լավ բաները, And we're only frustrated about the things we don't have. եւ մենք էլ մոռանում ենք բոլոր լավ բաները եւ բարկանում այն ամենի համար, որ չունենք։ This is the enemy of thankfulness. Սա թշնամին է գոհության։ This became the downfall of the people of Israel. Սա դարձավ Իսրայելի ժողովրդի անկումը։ And this is why we need the Holy Spirit Ահա թե ինչու մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, to help us to not become people like that. որպեսզի օգնի մեզ, որ չդառնանք այդպիսի դժգոհող Because մարդիկ, the answer to our prayer, որովհետեւ մեր աղոթքների պատասխանը teach me to be thankful. սովորեցնում է մեզ լինել գոհացող։ And that's my second point. Եվ սա իմ երկրորդ կետն է, Help me օգնիր ինձ, to see and notice the good things around me. օգնիր ինձ տեսնել այն ամեն լավը, ինչ որ շրջապատում է ինձ, լինել լավատես։ Amen. Psalm Amen. 103. Սաղմոս 103 And from the beginning. սկզբից։ Bless the Lord, O my soul, and all that is within me. Bless his holy name. Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ բոլոր իմ ներսը, նրա սուրբ անունը։ Bless the Lord, O my soul, and forget not all his benefits. Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները։ These are such wise words from King David. Այնքան իմաստուն խոսքեր են այստեղ Դավիթ թագավորի։ He speaks about an active approach. Նա խոսում է գործող տեսակի մասին։ He speaks to himself. Նա իր հետ է խոսում։ David, Դավիթ, David, ինքն իր հետ don't Դավիթ։ forget all the blessings of God. Մի մոռացիր բոլոր այն բարիքները, որ Աստված արել է քո կյանքում։ David, Դավիթ, what has God done to you? ինչ է արել Աստված քեզ համար։ And this attitude Եվ այս վերաբերմունքը will make you a thankful person. կդարձնի քեզ գոհացող մարդ, Because I promise you, որովհետև ես խոստանում եմ ձեզ, no matter what is happening in your life, կարևոր չէ ինչ է կատարվել քո կյանքում, there is always something that you can thank God for. միշտ կա մի բան, որի համար կարող եք գոհանալ Տիրոջից։ There is always something you can remember Միշտ կա մի բան, որ դուք կարող եք հիշել, that God has done for you. որ Աստված արել է քեզ համար։ And so in your relationships also, Եվ անգամ ձեր շփման հարաբերությունների մեջ to remind myself հիշեցնեմ ինքս ինձ about what goodness God has shown me. այն բարիքները, որ Աստված ինձ ցույց է տվել։ This is going to open my eyes Եվ սա կբացի իմ աչքերը to the power of thankfulness. գոհության արչև, գոհության զորության արչև։ Because when we do like this, Որովհետև երբ որ մենք շարժվում ենք այսպես, when we pray like this, երբ որ մենք աղոթում ենք այսպես, it does something with our relationship to God. փոխվում է ինչ որ մի բան մեր շփումը Տիրոջ հետ։ I promise you, Ես խոստանում եմ, just try it. փորձեք Tomorrow morning, վաղ when առավոտյան, you wake up, երբ որ կարթնանաք, say, ասեք, oh my soul, օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, remember իմ շունչ հիշիր, the blessings of God. իմ անձ հիշիր Աստծո And օրհնությունները, then start to think about եւ հետո սկսեք մտածել այդ ամենի what God մասին, has given to you, թե ինչ է Աստված տվել ձեզ, what He has done for your life, ինչ է արել ձեր կյանքում, and start thanking Him for that and for that and for that. եւ սկսեք նշել գոհություն այս ամենի համար հերթով, And you're going to see եւ դուք կտեսնեք շուտով, how close to God you're going to come. թե ինչքան ես մտերմանում Աստծո հետ, Because thankfulness որովհետեւ գոհությունը opens the door of heaven above us. բացում է երկնքի դռները մեր առջև։ Amen. Acts Amen. chapter 27. Գործ Կառաքելոց 27-րդ խոսք։ This is when Paul is on his way to Rome. Սա Պողոսը երբ որ գնում էր Հռոմ, And there has been a storm for 2 weeks. հիշում եք այնտեղ փոթորիկ էր 2 շաբաթ, Everybody has lost hope that they would survive. բոլորը կորցրել էին իրենց հույսը, որ կփրկվեն, But then David, there's Paul, բայց հետո Պողոսը he got a word from God. ստանում է խոսք Աստծոց And he calls everybody on the boat together. եւ այնտեղ կանչում է բոլորին, ովքեր նավի մեջ էին։ Nobody has been eating anything for 2 weeks. 2 շաբաթ ոչ մեկ ոչինչ չի կերել։ And then he says in verse 34, Եվ 34-րդ խոսքում ասվում է. therefore I urge you to take nourishment, for this is for your survival, since not a hair will fall from the head of any of you.
Նրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտեք, որովհետև սա ձեր ազատության համար է։ And when he had said these things, he took bread and gave thanks to God in the presence of them all. Վասնսի ձեզանից մեկի գլխից մի մաս չի ընկնի, եւ սա ասելով հաց առավ ամենքի առջև, And when he had broken it, he began to eat. Աստվածանից գոհացավ, կտրեց եւ սկսեց ուտել։ Then they were all encouraged and also took food for themselves. Եվ բոլորը ողջավորվեցին, սկսեցին սնվել։ And this is what happened. Գիտեք ինչ կատարվեց։ Everybody is in despair. Այստեղ բոլորը հուսալքված էին։ Nobody has eaten. Ոչ ոք ոչինչ չի And they կերել։ say there's nothing to thank God for. Ոչ մի գոհության հարց չկա անգամ։ And then Paul comes Բայց հետո Պողոսը գալիս է with some bread հացով, and he gathers everybody. հավաքում է բոլորին And he said, look here, եւ ասում՝ նայեք, I have some bread. ես ունեմ հաց։ And then he starts to thank God. Եվ սկսում է գոհանալ Տիրոջից։ Thank God Շնորհակալ եմ Տեր, that I have some bread here. որ ես հաց ունեմ այստեղ։ That even in the middle of this storm, Որ այս փոթորկի մեջտեղում, when it seems that all hope is gone, որ ցույց է տրվում, որ հույս չկա արդեն, հուսալքված վիճակ է, you provide bread for me. բայց կա հաց ինձ համար, And then he breaks it եւ կա հաց, and he starts to eat. եւ նրանք սկսում են ուտել։ And when everybody sees that, Երբ որ նրանք ամենը տեսնում են, they see the thankfulness of Paul. նրանք տեսնում են Պողոսի գոհությունը, Something happens with them. նրանց հետ ինչ որ մի բան կատարվեց։ And they Ամեն։ all start to eat. Եվ նրանք նույնպես շարունակեցին, And the սկսեցին ուտել, situation turns around. եւ իրավիճակը փոխվեց։ When you're a thankful person, Երբ որ մենք գոհացող մարդ ենք, you're going to bless other people. երբ որ դու գոհացող ես, դու սկսում ես դառնալ օրհնություն մյուսների համար։ If you are thankful for your children and you show it to them, Երբ որ դու գոհանում ես քո երեխաների համար, you're going to bless them. դու կօրհնես նրանց։ If you're a thankful church member, Երբ որ դու եկեղեցու ներսում գոհացող Speaking անդամ to ես, people. խոսում ես մարդկանց հետ, какая у нас хорошая церковь. հիասքանչ եկեղեցի ունենք։ И какой у нас хороший переводчик. Аминь. Скажи соседу, какой у меня хороший сосед. Какой у меня хороший сосед. Ինչքան լավ հարևան ունեմ, կողքին։ Something happens. Ինչ որ մի բան կատարվում է։ Thankfulness Գոհությունը carries blessing. բերում է օրհնություն։ Paul prayed for the food. Պողոս աղոթեց սննդի համար։ I always do that. Ես միշտ եմ սա անում։ It's not that I have to do it, but I do it because I want to do it. Սա ինչ է, որ ես ստիպված եմ անում, սա պարզապես ես ուզում եմ ու միշտ անում եմ։ I love being in the restaurants. Լինում եմ, սիրում եմ լինել ռեստորաններում, Everybody's talking. բոլորը խոսում են, And then I get my food, բայց հետո ես վերցնում եմ իմ I fold սնունդը, my hands, ես պարզում ձեռքերս and I let everybody see. եւ անում եմ այնպես, որպեսզի բոլորը տեսնեն, I'm thanking God որ ես շնորհակալ եմ Տիրոջը, because I know որովհետեւ ես գիտեմ, I have a reason ես ունեմ պատճառ to thank God գոհություն հայտնելու Տիրոջից, for His faithfulness նրա հավատարմության համար, to me. հավատարմություն դեպի ինձ։ I know Ես գիտեմ, there are many people in the world today որ շատ մարդիկ աշխարհում այսօր and they don't have any food. նրանք սնունդ էլ չունեն, But look what God has given to me. բայց տեսեք թե Աստված ինձ ինչ է տվել։ You know, a famous man of God, Աստծո մի հայտնի մարդ he was in a restaurant once մի անգամ նա ռեստորանում էր and there was a lot of people there. եւ այնտեղ շատ մարդ կար, So he was sitting by a table նստած էր սեղանի մոտ and there wasn't room, so a man came that he didn't know and said, "Can I sit by your table?" Because there is no room. եւ ինչ որ մեկ քանի որ տարածքում տեղ չկար, ինչ որ մի մարդ մոտենում է եւ ուզում կողքը նստել And he said, "Sure." եւ նա թույլ է տալիս։ And when they brought the food, Երբ որ սնունդը բերում են, the man of God bowed his head Աստծո մարդը խոնարհեցնում է իր գլուխը and quietly thanked God. եւ լուր սկսում գոհություն հայտնել Տիրոջից։ And the other man said, Եվ մյուս մարդը ասում է. "What are you doing? Do you have a headache or something?" Ինչ ես անում, միգուցե դու գլխացավ ունես, դրա համար ես գլուխդ խոնարել։ And the man of God said, "No, I'm thanking God for the food." Եվ Աստծո մարդն ասում է. Ոչ, ես պարզապես գոհանում եմ սննդի համար Աստծուց։ And the other man said, Եվ մյուս մարդն ասում է. "Aha, so you're one of them. Ահա դու նրանցից մեկն ես։ You're thanking God for the food." Դու շնորհակալություն ես հայտնում Տիրոջ Աստծուց I'm սննդի not համար։ like that. Ես այդպիսինը չեմ։ I think I've earned my food. Ես կարծում եմ, որ ես վաստակում եմ իմ When they սնունդը։ put food in front of me, Երբ որ բերում են սնունդը իմ առջև են դնում, I don't thank anybody. ես ոչ մեկին շնորհակալություն չեմ հայտնում։ I just eat. Ես պարզապես ուտում եմ։ And the man of God smiled and said, Եվ Աստծո մարդը ժպտում է եւ ասում. "Just like my dog,
Ինչպես իմ շունը, He never thanks anybody. նա երբեք ոչ մեկի շնորհակալություն He չի just ասում, eats. նա պարզապես ուտում է, But my friend, բայց իմ ընկեր, let us be thankful. ե- Let us thank God for the food He gives us. եկ լինենք գոհացող եւ գոհանանք Տիրոջից այն ամենի համար, որ Every տալիս է։ day. Ամեն Amen. օր, Давайте воздадим Богу славу. Amen. փառք Տիրոջը, Amen. ամեն։ And I have this story, Ես մի պատմություն kind ունեմ, of favorite story շատ սիրելի պատմություն, about thankfulness. գոհության It մասին։ was one of the famous theologians. Աստվածաբան հայտնի, He lived in the 16th century. նա ապրել է 16-րդ դարում, Matthew Henry was his name. Մաթյու Հենրի էր նրա He անունը, lived in England. նա ապրել է Անգլիայում, Here we have Matthew Henry. He was such a great guy. նա շատ լավ մարդ էր, And there is always something you can thank God for. գիտեք, միշտ կա մի բան, որ կարող ենք մենք գոհանալ Աստծուց։ And I think he was living in London. Կարծում եմ, որ նա ապրում էր And then Լոնդոնում։ one day when he was on his way home from his church in the evening, he was robbed. Եվ մի երեկո, երբ որ նա եկեղեցուց վերադառնում էր տուն, նրան կողոպտեցին։ And when he came home, Երբ որ նա եկավ տուն, he wrote about this in his diary. իր կյանքի օրագրում գրեց այս իրավիճակի what he մասին։ wrote? Եվ գիտեք ինչ գրեց նա։ He said, "Today on my way home from church, I was robbed." Գրել էր, որ այսօր եկեղեցուց տուն ճանապարհին ես կողոպտվեցի։ But then he said, "But I thank God." Բայց հետո ասում է, ես շնորհակալ եմ Տիրոջից։ But what can you thank God for when you're robbed? Մտածում եք, ինչի համար շնորհակալ։ He said, "But I thank God. Բայց ես շնորհակալ եմ This Տիրոջից, was the first time in my life I was robbed." որ սա առաջին անգամ է, որ ինձ կողոպտում են իմ կյանքում։ Amen. I never been robbed before. Նախկինում երբեք չեն կողոպտել։ And then he wrote, Հետո գրում է. "And I also thank God Եվ այսպես ես նաև շնորհակալ եմ Տիրոջից, that even though they took all my money, որ քանի նա վերցրեց բոլոր փողերը, որ ես ունեի, they didn't take my life." բայց նա չվերցրեց իմ կյանքը։ Amen. Ամեն։ And then he wrote, Հետո շարունակում է գրել, "And even though they took all my money, եւ չնայած նրան, որ նա վերցրեց բոլոր իմ փողերը, I didn't have so much money." ես այդքան էլ շատ գումար չունեի։ And then he wrote, Եվ վերջում նա գրում է. "And finally I thank God Եվ վերջապես ես գոհանում եմ Տիրոջից, that it was he who robbed me and not I who robbed him." որ այդ մարդն էր, որ կողոպտեց ինձ, ոչ թե ես նրան կողոպտեցի։ Amen. Ամեն։ Praise the Lord. Փառք Տիրոջը։ What a guy. Պատկերացնում եք ինչպիսի մարդ He comes home գալիս է տուն։ and all he sees Այն ամեն ինչ տեսնում է։ is the hand of the Father Տիրոջ ձեռքը, protected him, որ պաշտպանում է իրեն։ thanking God. Շնորհակալություն է հայտնում Աստծուն, Better he robs me than I rob somebody. որ ավելի լավ է ինձ կողոպտած լինեն, քան ես կողոպտեմ ինչ-որ մեկին։ And this is the kind of people Եվ սա մարդկային տեսակ է, God wants us to be. որ Աստված ուզում է մենք լինել։ We always have needs, and of course we need to pray for our needs. Մենք միշտ կարիքներ ունենք, իհարկե մենք աղոթում ենք մեր կարիքների համար, But we also always have things to thank God for. բայց այդ միևնույն ժամանակ ունենք լիքը իրավիճակներ, որ պետք է գոհանանք Տիրոջից։ Amen, and that's what we need to learn to do. Ահա թե ինչպես պետք է սովորենք վարվել։ I heard myself a testimony of a lady, Ես հիշում եմ իմ վկայությունը մի կնոջ, and she was so frustrated with her husband. նա այնքան նյարդայնացած էր իր ամուսնուց, Such a bad guy. շատ վատ ամուսին է։ They were both Christians. Նրանք երկուսն էլ քրիստոնյա And then են։ the Holy Spirit said to her, Եվ հետո Սուրբ Հոգին ասաց "Sit կնոջը. down Նստիր, and write the things about your husband that irritates you." գրի քո ամուսնու մասին այն բոլոր կետերը, որոնք բարկացնում են քեզ։ The Holy Spirit said that. Սուրբ Հոգին ասաց։ she wrote, you know. Եվ նա գրում է, This irritates me. հերթով գրում է, թե ինչն է բարկացնում։ Ահա եւ սա։ And this. And then the Holy Spirit said, Եվ հետո Սուրբ Հոգին ասում է. "Now take another paper Հիմա վերցրու մի ուրիշ թուղթ, and write all the things about all the good things about him." գրի բոլոր այն լավ բաները, որ նա անում է։ And she started to write. Եվ նա սկսում է գրել 2 1, 2, 3, 4, 5, until her heart broke. երբ որ սիրտը արդեն And she said, "I'm sorry, God." սրտում զղջում է եւ ասում կներես Տեր։ And she saw Եվ նա տեսնում է, there was so much more to thank God for. որ շատ ավելինը կար գոհանալու։ We should write lists like that. Մենք պետք է գրենք նման
If I should write the list about the good things of my wife, Եթե ես ինչ որ իմ կնոջ համար գրեմ ինչ որ լավ բաներ, it will be the longest list in Moscow. սա կլինի ամենաերկար թղթերը էջերի Մոսկվայում։ Amen. Ամեն։ We should like to list like that about our church, Նույնը մեր եկեղեցիների համար, about our relationship with God. մեր շփումը, հարաբերությունները Աստծո հետ։ To do what David said, Անենք այնպես ինչպես Դավիթն ասաց։ to remind myself Հիշեցնեմ ինքս ինձ, about the good things. հիշեցնեմ այն բարիքները, որ Աստված արել է ինձ When համար, I do that, որովհետև երբ որ ես սա that անում will եմ, overshadow the negative things. այդ կհեռացնի ինձանից բոլոր այն բացասականը, And I can become a thankful man, եւ ես կդառնամ գոհացող մարդ, a thankful father, գոհացող հայր, a thankful husband, գոհացող ամուսին, a thankful church member, գոհացող ծառայող եկեղեցում and a thankful friend. եւ գոհացող ընկեր։ And all God's people said, Եվ Աստծո ժողովուրդն ասեց. Amen. Ամեն, Amen. ամեն։ And then, Եվ հետո let me close with this. եկեք եզրափակեմ այսօրվա ուղերձը։ Thankfulness Գոհությունը must be expressed. պետք է դրսևորվի։ In Proverbs chapter 25, Առակաց 25-ում the word of God says like this, Աստծո խոսքն ասում է այսպես. in verse 11, 11-րդ խոսքում. a word fitly spoken is like apples of gold in settings of silver. Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մեջ։ It speaks about the word that is spoken. Այստեղ խոսվում է խոսքի մասին, որը ասվում է։ Intentions and feelings are not thankfulness. Մտադրությունները եւ զգացմունքները դրանք գոհություն չեն։ Maybe you feel thankfulness to your wife, Միգուցե դու զգում ես գոհություն դեպի քո կինը, but you're not a thankful man until you express it. բայց դու դեռևս գոհացող մարդը չես, մինչև դեռ չես դրսևորել այդ գոհությունը։ Maybe we feel thankfulness to God, Միգուցե դու գոհանում ես Աստծուց, but that doesn't mean you are thankful. բայց դեռևս չի նշանակում, որ դու դրսևորել ես գոհություն։ Thankfulness Գոհությունը, is when you express it, երբ որ դու ցույց ես տալիս, when you start to thank, երբ որ դու արտահայտում ես քո ներսի when you գոհությունը, let your wife know երբ որ դու թույլ ես տալիս, որ քո կինը իմանա, how precious she is to you, թե ինչքան թանկ է նա քեզ when համար, you show it with flowers երբ որ դու ցույց ես տալիս ծաղիկներով or with your words կամ քո խոսքերով, or with a poem you write, քո բանաստեղծություններով, որ գրում ես նրա համար, then այս thankfulness becomes something alive in our heart. այսպիսով գոհությունը դառնում է կյանք մեր ներսում։ That is why we come to church, Ահա թե ինչու ենք մենք գալիս to եկեղեցի։ sing, Երգելու, to sing with all of our heart. երգելու ողջ սրտով մեր That's why Տիրոջը։ we don't whisper. Այդ իսկ պատճառով մենք շշուկով չենք We անում։ lift our voice Մենք բարձրացնում ենք մեր ձայները, to express our thankfulness to God. արտահայտելու, ցույց տալու մեր գոհությունը դեպի Աստված։ And this is the people we should be during the weeks also. Եվ այսպիսին պետք է լինենք շաբաթների ընթացքում նույնպես։ Every morning. Ամեն առավոտ Remember what God has done for me հիշել թե ինչ է արել Աստված ինձ համար and lift my voice to Him. եւ բարձրացնել իմ ձայնը դեպի նա։ And to the people around me, Եվ այն մարդիկ, ովքեր իմ շուրջն են, to the people in my family. մարդիկ իմ ընտանիքում, If I'm thankful to my wife, եթե ես գոհանում եմ իմ կնոջից, then tell her, Matsula. ահա ասեք նրան։ Tell her often. Ավելի հաճախ ասա նրան։ Tell her for what you are thankful. Ասա թե ինչի համար ես գոհանում։ And your marriage is going to blossom. Եվ այսպիսով ամուսնությունը կծաղկի։ Tell your friends Ասա քո ընկերոջը, how much you appreciate them. թե ինչքան ես գնահատում նրան։ Come to church Եկեք եկեղեցի։ and speak well about the church. Լավը խոսեք եկեղեցու մասին։ And what a great screen we have. Ինչ լավ հիասքանչ էկրան ունենք։ And what a great saxophone player we have. Հիանալի սաքսոֆոն նվագող ունենք։ Amen. Let's thank God for him. Եկեք փառք տանք Տիրոջը նրա համար։ Amen. Ամեն։ What a great worship we have. Հիասքանչ փառաբանություն ունենք։ What a great piano player we have. Ինչքան լավ նվագող ունենք, դաշնամուր նվագողը։ Amen. Ամեն։ The more we do like this, Որքան շատ ենք անում այսպես, the more life we're going to spread about us. այնքան կյանք է տարածվում մեր շուրջ բոլորը։ Luke Ամեն։ 15.
Ղուկաս 15-րդ We գլուխ։ have the story of the 15 leprous men that Jesus healed. Սա այն 10 բորոտների մասին է, որ Հիսուսը բժշկեց։ And 10 leprous men, yeah. 10 բորոտները, And only one of them returned to Jesus եւ նրանցից միայն մեկը վերադարձավ Հիսուսին, to thank him. որպեսի գոհանա։ Says in verse 15. 15-րդ խոսքում ասվում է. Luke 15. Luke 17. Ղուկաս 17-րդ գլուխ։ And one of them, when he saw that he was healed, returned and with a loud voice glorified God. Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարձավ բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ And fell down on his face at his feet, giving him thanks, and he was a Samaritan. Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջ եւ գոհացավ նրանից, եւ գոհանում էր նրանից, եւ ինքը սամարացի էր։ So Jesus answered and said, were there not 10 cleansed, but where are the 9? Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Չէ՞ որ 10-ն էլ սրբվեցան, ապա այն 9-ը ուր են։ Were there not any found to return to give glory to God, except this foreigner? Գիտեք, ետ դառնողները չգտնվեցան, որ Աստծուն փառք տան, բացի այս այլազգին։ And he said to him, arise, go your way, your faith has made you well. Եվ ասեց նրան. Վեր կաց, գնա, քո հավատքը ապրեցրեց քեզ։ Maybe all 10 were thankful, Գիտեք, միգուցե 10-ն էլ գոհ էին, but only one expressed it. բայց այդ 10-ից միայն մեկը արտահայտեց իր գոհությունը։ Maybe we all men are thankful for our wives, Միգուցե մենք բոլորս էլ շատ գոհ ենք մեր կանանց համար, but maybe just a few of us tell our wives about that. բայց միգուցե մի քանիսն են ընդամենը պատմում, ցույց տալիս այդ գոհությունը դեպի իրենց Maybe we կանանց։ all are thankful for our church, Միգուցե մենք գոհանում ենք մեր եկեղեցու համար, but maybe just a few բայց միգուցե ընդամենը շատ քչերն են, tell others about it. շատ քչերն են, որ դրսևորում են այդ գոհությունը։ If you're thankful, Եթե դու գոհացող ես, let it out թող քո գոհությունը տարածվի to your friends, քո ընկերների in մեջ, your family, քո ընտանիքում, to God. դեպի Աստված։ You know, yesterday Գիտեք, երեք I was in a shopping mall. ես առևտրի կենտրոնում էի։ It was a little difficult day yesterday. Ինձ համար դժվար օր էր։ And, well, I don't know what good anybody could do to me, Ես չգիտեմ, թե ինչ լավ բան մեկը կարող է անել ինձ, but you know, suddenly բայց գիտեք, հանկարծ I got an SMS on the phone. ես ստացա նամակ հեռախոսից, It was from my daughter. դա իմ աղջկանից էր, And she sent me like 1,000 rubles. եւ նա ուղարկել էր 1000 ռուբլի And she said, եւ ասում. Daddy, Հայր, buy yourself a cup of coffee գնիր քեզ համար սուրճ and remember եւ հիշի, how much I love you. թե որքան եմ ես քեզ սիրում։ I don't think anyone could have done anything better for me. Ես գիտեք, չգիտեմ, թե երբևէ ինչ որ մեկը կարող էր ավելին անել ինձ համար, քան այս իրավիճակը։ If you gave me a car, I wouldn't be more happy than I was for this message. Եթե նա ինձ մեքենա նվիրեր, ես այդքան ուրախ չէի լինի, քան այն ինչ որ ստացա։ And listen to me, my friend. Լսեք ինձ, This gift, այս նվերը, this gift of thankfulness, այս նվերը գոհության we all have, մենք բոլորս ունենք and we can give it away եւ մենք կարող ենք տալ եւ տարածել anytime we want. ամեն ժամանակ, երբ որ մենք ուզում ենք։ We can give it to the members of our family. Կարող ենք տալ մեր ընտանիքի անդամներին, We can give it to our interpreter. կարող ենք մեր թարգմանչին տալ։ Спасибо большое, что теперь водил меня сегодня. We can give it to God. Կարող ենք գոհանալ Տիրոջից։ Let me close. Եկեք եզրափակենք Psalm 100. Սաղմոս 100, Psalm 100. Verse 4 and 5. 4 եւ 5-րդ խոսքերը։ Enter into his gates with thanksgiving. Մտեք նրա դռները գոհությունով, Into his courts with praise. նրա սրահները փառաբանությունով։ Be thankful to him and bless his name. Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, For the Lord is good. որովհետեւ Տերը բարի է His mercy is everlasting. եւ նրա ողորմությունը հավիտյան And his truth endures to all generations. եւ նրա ճշմարտությունը ազգից միջև ազգ։ So no matter what happens in your life, Կապ չունի ինչ է կատարվել քո կյանքում, can you put that verse back on the screen? կարող եք նորից վերադարձնել խոսքը էկրանին։
No matter what happens in your life today, Կարևոր չէ ինչ է կատարվել քո կյանքում։ here are 3 reasons Կա 3 պատճառ, for what you can always որ դու thank կարող ես God միշտ գոհանալ Տիրոջից։ for His goodness, Նրա բարության համար, for His mercy, նրա ողորմության համար and for His truth that եւ նրա lasts. ճշմարտության համար, որ հարատև է։ Amen. Давайте мы воздадим Богу славу. Եկեք փառք տանք Տիրոջը։ Amen. Ամեն։ Amen. Amen. Ամեն։ And let's stand up, everybody. Եկեք կանգնենք։ Amen. Ամեն։ I call this message, Ես անվանել եմ այս ուղերձը God make me a thankful person. Տեր իմ դարձրու ինձ գոհացող մարդ։ There is so much unthankfulness around us. Մեր շուրջ բոլորը այնքան դժգոհություն կա, And it becomes a shadow եւ դա ծածկում է, over our life. ծածկում է մեր կյանքը։ But the Bible says, be thankful. Բայց Աստվածաշունչն ասում է եղիր գոհացող մարդ։ Look at the good things Նայեք լավ իրավիճակներին։ and be thankful for that. Եղիր լավատես եւ եղիր And then you գոհացող։ pray for all the other things that needs to change. Եվ դու կարող ես աղոթել մյուս բաների համար, որոնք պետք է փոխվեն։ And if you are thankful, Եվ եթե դու գոհացող ես, learn to express it. ուրեմն ցույց տուր քո գոհությունը You're going to see եւ դու կտեսնես God's blessing upon your life Աստծո օրհնությունը քո կյանքում and through you to other people. եւ քո միջոցով դեպի մյուս մարդկանց։ Father, I thank you Հայր, շնորհակալ եմ for the Holy Spirit Սուրբ Հոգու համար, who is our helper. որ մեր օգնողն է։ Now summer is coming Ամառ է արդեն and I pray, Father, եւ ես աղոթում եմ, Հայր, help us օգնես մեզ to be thankful. լինել գոհացող։ Holy Spirit, come alive in our hearts Սուրբ Հոգի, եղիր մեր ներսում, that we can see the blessings of God. որպեսզի կարողանանք տեսնել Տիրոջ օրհնությունները, Even in times of darkness, նույնիսկ խավարի ժամանակ, even among all the needs that we have, նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք շատ կարիքներ ունենք, and help us to express that thankfulness եւ օգնիր մեզ, որպեսզի մենք դրսեւորենք եւ ցույց տանք այդ գոհությունը, to the people around us գոհությունը դեպի մարդկանց and to you, եւ դեպի քեզ, because you are good որովհետեւ դու բարի ես and your mercy endures forever. եւ քո ողորմությունը հարատև է։ In Jesus' name, Հիսուսի անունով, amen. ամեն։ Amen. Amen. Слава Богу. Да. Бог учит нас быть благодарным. И Его воля в этом, чтобы мы были такими. Слава Богу. Спасибо за слово. Давай воздадим славу Богу за нашего пастора. Спасибо, пастор, за сильное слово. Я перейду на армянском. Փառք Հիսուսին։ Աստված օրհնի քեզ, սիրելիս։ Այո, Աստված մեզ սովորեցնում է եւ դարձնում է գոհացող։ Ինչ հրաշալի էր այսօր զոհաբերության խոսքից սկսած այսօր Աստված մեզ ասում է գոհացեք ամեն բանում ամեն ժամանակ։ Փառք Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, միշտ կավարտենք մեր ծառայությունը։ Ես ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր առաջի անգամ են։ Առաջի անգամ, որ դեռ իրանց կյանքը չեն նվիրել Հիսուս Քրիստոսին, ապաշխարության աղոթ չեն արել։ Եթե դու այդպեսին ես, խնդրում եմ ձեռքդ բարձրացրու, ողջունենք քեզ։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ, ինձի լույսը խանգարում եմ, բոլորի չեմ տենում։ Մի քայլ կա, որ պետք է անենք, սիրելիս, խնդրեմ տեղը թող արի առաջ։ Ես էլ կգամ, մի աղոթ կա, որ իրար հետ պետք է անենք։ Փառք Հիսուսին։ Իջեք ներքև, մենք Տիրոջ հետ հանդիպում ունենք ներքևը։ Աստված օրհնի ձեզ։ Համեցեք դեմքով դեպի ինձ քույրս։ Տերը օրհնի ձեզ, բարով եկեք։ Փառք Հիսուսին ձեզ համար։ Սիրելիս, մենք սպասենք։ Սա քայլը, որ դու անում ես Աստծո առաջ, արի մի ամանչի։ Մեր քայլն էլ հենց գոհության քայլը, որ մենք գալիս ենք Աստծո առաջ, թեպետ կանգնում ենք մարդկանց առաջ, բայց մեր շնորհակալությունն է դա մեր Աստծուն, մեր գոհության քայլն է։ Пожалуйста։ Եթե չես իջնում, դեռ ամանչում ես, դեռ չես որոշե, խնդրեմ գոնե այդ աղոթքը տեղիցը տանես։ Մենք անելու ենք ապաշխարության աղոթք։ Ապաշխարության աղոթքը դա հաշտեցման աղոթք է, որ մենք սրտով, մեր շրթունքներով, սրտով հավատում ենք, բերանով ասում ենք, որ Հիսուս դու խաչի վրա զոհվել ես, որպեսզի ես փրկվեմ։ Եվ Աստվածաշունչը ասում է, երբ որ հավատացիր, ասեցիր, կփրկվես։
Ամեն սիրելիս, եթե համաձայն եք այդ աղոթքի իմ հետ անելու, խնդրեմ ձեր աչքերը փակեք եւ կրկնեք իմ հետևից մեզ եկեղեցին էլ կօգնի համեցեք քուրես։ Տերը օրհնի ձեզ։ Փակեք ձեր աչքերը եւ կրկնեք իմ հետ ասեք. Սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուս, ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եկ թագավորի իմ կյանքում եւ եղիր իմ Տեր ու Փրկիչը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին։ Աստվածաշնչում գրված է. Եթե մեկ էս աղոթքը անում է, իր անունը գրվում է կյանքի գրքի մեջ։ Եվ գիտես ինչ սիրելիս, կարևոր է որ դու որոշես ու այսօրվանից ապրես Հիսուսի հետ։ Որտեղ ձեր հետևում կանգնած բոլոր մարդիկը իրանց որոշում արել են այնտեղ ես էլ ինքս եկել եմ քայլես արել եմ ու տեսնում եմ ամեն օր ոնց է Աստված մեր կյանքը փոխում։ Ոնց է օրհնություններով լցնում, ոնց է քեզ սարքում, երբ որ դու առաջ դժգոհ ես, սարքում է գոհացող։ Երբ որ նեղացող ես, սարքում է որ մարդկանց չես նեղանում։ Երբ որ չէիր կարող մարդկանց սիրել տանել, սարքում է քեզ սիրող։ Աստված լիովին դարձնում է իրապես։ Ամեն։ Փառք Հիսուսին, ձեր որոշումը թող լինի հաստատ ու միջև վերջ։ Միջև հավիծան, երբ որ մենք երկնքում արդեն Տիրոջ ներկայության մեջ կապրենք։ Ամեն։ Մի աղոթքել կուզենամ ձեր հետ անենք, եթե թույլ կտաք, կխնդրեմ եկեղեցին, ուզում ենք օրհնենք ձեզ, հա ձեր համար աղոթենք, եթե ինչ-որ բաներ կա, քանդենք մեր Տիրոջ անունով, համաձայն եք։ Սիրելի եկեղեցի, խնդրում եմ բարձրացու ձեռքդ օրհնենք իրանց։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով բերում ենք քո առաջ քո հրաշքներին։ Խնդրում ենք Տեր օրհնես իրանց, պահես իրանց, պահպանես, քանդես իրանց կյանքերից ամեն մի անեծք, ամեն մի սխալ խոսք, ամեն մի թուղթուգիր, եթե կա երբևիցի արած իրանց վրա, իրանց կյանքերի վրա Հիսուսի անունով։ Եթե իրանք էլ իրանց բերանից հենց իրանց կյանքերին էլ սխալ խոսքեր են հրճակե, թող քանդված հեռացած լինի Հիսուսի անունով։ Թող Տերս քո ողորմությունը, քո օրհնությունը, քո ներկայությունը գրկի իրանց եւ Տերս օրհնում ենք իրանց, տալիս ենք իրանք քո կամքի, քո առաջնորդության մեջ։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Ես խնդրեմ փառաբանությունը բարձրանա, սիրելիներս բարձրացեք, մենք վերջում կուզենայինք մի երկրպագություն էլ ունենանք, նոր գնանք։ Սիրելիներս չշտապեք գնալու։ Մենք սա ձեր ընտանիքն է, արդեն դուք ես ընտանիքի անդամ եք։ Իմ աջ ձեռքում կանգնած են մեր քույրն ու եղբայրը, սա կյանքի ուղերձնա ավետարանա, որ ուզում ենք ձեզ նվիրել, սա նվեր է։ Նաև չենք ուզում ձեզ շուտ բաց թողել, ուզում ենք ձեր հետ ծանոթանանք։ Եթե հարցեր ունեք, պատասխանենք, եթե կուզենաք ձեր համար անհատական աղոթք կանենք, հա, սա ձեր ընտանիքն է, չշտապեք։ Դուք Աստծո ընտանիքի անդամը դարձաք։ Շնորհակալություն ձեզ, նորից եկեք ծափահարենք իրանց որոշման համար, խնդրում եմ կարող եք հետևել, Տերը օրհնի ձեզ, գնացեք։ Քայլեք, գնացեք, խնդրեմ։ Պարզի ձերքդ վերցի օրհնության այդ խոսքերը։ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, խաղաղությունը կրակը լինի քեզ եւ քեզ հարազատ բոլոր մարդկանց հետ։ Ամեն։